Սիրելիներս, մենք շատ տագնապալի ժամանակ ենք հիմա ապրում, շատ տագնապալի, ահա մենք լսում ենք Վատիկանում ինչ խոսակցություններ են կատարվում անձնական, բայց անգամ մոդեռնիստ այս եպիսկոպոսները, ովքեր խոսում են այս նոր պապի հետ, նրանք սարսափած են, թե ինչեր է մտածում և պլանավորում այդ մարդը։ Բայց իհարկե ես այստեղ չեմ ասի ոչինչ, քանի դեռ հրապարակայնորեն չի ինքը իր թղթերը ինչպես թե հրամանագրի կարգով հրատարակել, բայց դա ի վերջո վերաբերվում է եկեղեցին որպես ինստիտուտ վերացնելու։ Ինչ է նշանակում եկեղեցին ինստիտուտ։ Ահա սիրելիներս, ես դարձի եմ եկել, գիտեմ Քրիստոս կա, 33 տարեկան, բայց ես ինչպես պիտի ես անցնեմ իմ հոգևոր ուղին, ես ոչինչ չգիտեի։ Իսկ ինչ է եկեղեցու սիստեմը։ Դա նույն բանն է, ինչ որ գնացքի համար ռելսը։ Դա նույն բանն է, ինչ որ դու բաց օվկիանոսի վրա գտնվում ես նավի մեջ, եկեղեցու 7 խորհուրդը։ Եվ ահա, այդ խորհուրդը սկսում է մկրտությամբ, եւ ես ձեզ ասել եմ, բոլոր ծեսերը մեր ունեն երկու կոմպոնենտ՝ ֆորմուլա եւ նյութ։ Ֆորմուլան դա ձևակերպումն է, տեքստային ձևակերպումն է, որ գալիս է Քրիստոսից եւ առաքյալներից, եւ դա դոգմատիկ կանոն է, անսխալական, աստվածային հայտնություն է դա, որով մենք ստանում ենք Աստծո շնորհքը, սրբանալու հատկությունը, շնորհք նշանակում է սրբանալու հատկություն, ինչքան էլ ընկած լինես, դու ստանում ես եկեղեցու 7 խորհուրդներով սրբանալու հատկությունը, եւ հիմա մենք թեվակողում ենք հակա Քրիստոսի դարաշրջանը, եւ այդ նավը, որի վրա ենք, Տիտանիկն է, որը կամաց ընկանվում է, ինչ պետք է անենք։ Տերը փառք Աստծո ասել եմ ես, երբ սրբապղծությունը տեսնես սուրբ տեղի մեջ, հեռացիր։ Հիմա գիտեք, որ ես աստվածաբանության մեջ խորացած եմ, նաեւ ինձ համար եկեղեցին մեկ է, գիտեմ շատ լեզուներ, գնում եմ բոլոր եկեղեցիները, տեսնում եմ եւ հասկանում եւ ամբողջացնում, մանավանդ նրանց համար, ձեզ համար, որոնք անտեղյակ են շատ բաներից։ Ծեսը մեկ է, դավանաբանությունը մեկ է, Սուրբ Հոգու ստանալու շնորհների նախապայմանը մեկ է, միայն կա լեզուներն են տարբեր։ Ծեսը գալիս է հիմնականում ամբրոզյան ծես կա այնտեղ, որ շատ երկար սաղմոսներ են ասում եւ այլն, բայց հիմնական թեմական ծեսերը դրանք Հովանես Ոսկեբերանի ծեսերն են, որը Պաստոր Նիկոյի հանգանակում տեզրաժողովում հանգանակը եւ ամեն ինչը հաստատվելուց հետո նաեւ առաքելական կանոնի վրա ինքը առաքելական կանոնը այն ժամանակ Սաղմոս էր եւ Խարիսիայի կանոններ։ Իսկ ահա Հովանես Ոսկեբերանը այնտեղ մցեց պետիցիաները, շքերթը, մուտքը եւ այլն։ Այդ ամեն ինչը ուրեմն բաժանվեց երկու մասի, կատեկումների, չմկրտվածների մաս եւ մկրտվածների մասը կանոնից հետո։ Եվ Հովանես Ոսկեբերանը իր կյանքի վերջին տարիները անց է կացրել Հայաստանում, նրան մեծարում էին որպես հայոց պատրիարք, սիրելիներս։ Ես ինչ եմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ հայոց եկեղեցու դերը քրիստոնեական քաղաքակրթության մեջ եւ ձևակերպման մեջ քրիստոնեական գաղափարների ու միսերիայի հատուկ դեր ունեն։ Սուրբ Լուսավորչի որդին Արիստակեսը Սուրբ Բարսեղ կեսարացու ընկերն էր։ Ամեն ինչը եւ ես այստեղ մեծ ուսումնասիրություններ եմ արել, ներկայացրել եմ ձեզ, ինչպես է Լուսավորչի սերունդը, ուրեմն նախ Արիստակեսը իր փոքրիկ որդին 18 տարեկանից նա իր սրբությամբ աչքի էր ընկնում եւ նա
ընտրվեց որպես եպիսկոպոս, կաթողիկոսը Ատրպատկանի, իսկ նրա մեծ որդին ամուսնացած էր այն ժամանակ, Վրթանեսը, նա ուներ արդեն երեխաներ, 2 տղա ուներ կարծեմ, բայց որոշ ժամանակից հետո նա սրբության մեջ այնքան առաջացավ, որ իրեն էլ եպիսկոպոս ձեռնադրեցին, կարծեմ արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մեկնելուց հետո նա գնաց ապաշխարանքի, վերադարձավ իր խոր վիրապը, սիրելիներս, ոչ ուղղակիորեն այդ խոր վիրապը, բայց այն մեկուսացման մեջ, որտեղ ինքը տեսնում էր հրեշտակներ, որտեղ ինքը զգում էր ամբողջ աշխարհի սրտի տրոփյունը, աղոթում էր եւ որից էլ ժողովուրդները ստացան Լուսավորչի կանթեղ հասկացողությունը եւ այո Սուրբ Սիլվեստր առաջինը նրան ասել էր դու ես արժանի պապ լինելու ոչ թե ես այդ մասին գրում է Ոսկեբերանը ներփողի մեջ բայց ցավոք սրտի որովհետեւ այնքան քիչ գիտի աշխարհը Սուրբ Լուսավորչի մասին շատ քիչ գիտի նրանք դա համարում են ապոկրիֆ որը ապոկրիֆ չէ սիրելիներս դա ճշմարտություն է եւ հիմա ես ինչ եմ ուզում ասել մի ուրեմն ժողովուրդ որը Աբգար թագավորը հավասար էր Պետրոսին ինչպես թե Պետրոսը առաջին ասեց դու ես Մեսիան օծյալ Քրիստոսն ես Աբգարի հերավորության վրա ասաց նամակ գրեց ասեց որ ես հասկանում եմ որ դու ես Քրիստոսը դուք պատկերացնում եք սա ինչ սրբություն է ինչ պայծառատեսություն է եւ ահա հայերը երևի թե այնտեղ էին գործքի ժամանակ Սուրբ Հոգու Գալստյան ժամանակ հետո Աբգարի մոտ եկան այդ մեր առաքյալները հետո փաստորեն պետականորեն, այսինքն թե պետական քաղաքացիական օրենքները քաղաքացիական հիմնվեցին քրիստոնեական քաղաքակրթության վրա եւ գոչվեց առաջին քրիստոնեական պետական կրոն ընդունած երկիրը Հայաստանը եւ դրանից հետո իհարկե հայերը բաժանվեցին հերձվածների տարբեր հեթանոսների եւ այս ուղղափառների եւ այդ կռիվը գնաց իրար մեջ եւ դա էր պատճառը որ մեծագույն տերություններից մեկը Արմենիան սկսեց կամաց քայքայվել մինչև այսօր հիմա երբ որ խոսում եմ ես կուզենայի այստեղ նախ նորից ընդգծել հայոց եկեղեցու կարևորությունը լուսավորչի կանթեղի եւ որ հիմա այն պահն է երբ որ Վատիկանը ընկնում է ամեն օր ընկնում է ես դες կարող եմ շատ բաներ ասել այդ մասին բայց դեռ կբացահայտվի հիմա է ժամանակը որ լուսավորչի աթոռը պայծառանա ինչպես դա մեր սրբերի հայտնությունն է եղել որ լուսավորչի տոհմից մեկը պարթև սրբությամբ այդ գենետիկ սրբությամբ վերցնի լուսավորչի գահը եւ հայոց եկեղեցին աշխարհով մեկ լինի բացառիկ այն եկեղեցին որ իր լույսը տարածում է պահպանելով ավանդությունը ինչպես ստացել ենք առաքյալներից Սուրբ Բարսեղ Կեսարացու Սուրբ Հովանես Ոսկեբերանից լուսավորչից եւ ահա փայլի իր սրբությամբ ամեն ինչով միստիկ ուրեմն ծեսերի մաքրությամբ եւ իր սրբությամբ ահա ինչու այս կտրիչ Ներսիսյանի հեռանալը սա ազնական հարց չէ խնդրում եմ ինձ հասկացեք այնքան ինձ համար զզվելի է այս ձեր լրատվությունը այս հաչող իսկապես դրանք ոնց որ կատաղած շներ լինեն երբեք եկեղեցի չեն գնացել երբեք չեն կարդացել եկեղեցու օրենքները եւ ահա վեհապար ում մասին եք ասում վեհապար քանի անգամ ես ձեզ պիտի ասեմ այս ալիքը իմ ալիքը չէ ես դրել եմ իմ ամբողջ կյանքը սովորելու ինչ է նշանակում այդ փրկարար նավը այդ փրկարար եկեղեցին որի մեջ ենք եւ դու պետք է լինես այդ փրկարար նավի մեջ որ չխեղդվես եւ դու պետք է ստանաս 7 խորհուրդների շնորհքները որ սրբանաս այլ ձև չկա եւ ահա նորից կրկնում եմ 1970-ական թվականներին այս մարդը երբ որ աբեղա էր թե ինչ էր չգիտեմ արդեն ունեցել էր իր կարգը մարդ է դանակահարել Ավստրիայում
կանոնով քրեական հանցագործը արդեն դուրս է եկեղեցուց վտարված է, դուք պետք է սա հասկանաք, նա ոչ մի կարգ չունի, նա ոչ մի օծում չունի, նա վտարված է, նա պետք է հեռանար քարանձավները, չգիտեմ որտեղ, ամբողջ կյանքում նա պետք է ապաշխարեր, որպեսզի իր հոգին չկորսվի, դժոխք չգնա, դա չի կատարվել։ Ընդհակառակը քարացել է իր մեղքերի մեջ, մինչև կաթողիկոսը կարողացել է արյան ճանապարհներով այս ուղին հարթել եւ հիմա վեհապար այդ մարդու մասին ասելը դա վիրավորանք է Սուրբ Լուսավորչին, վիրավորանք է ինձ, այն մարդիկ, որոնք տարիներ ի վեր եկեղեցու հատակը մաշեցրել են ծնկելով, դուք դա չեք արել, ես դա արել եմ, ծոմեր եմ պահել, որ ուշագնաց եմ եղել, հիմա տարիքս ինձ թույլ չի տալիս դա անելու, բայց եթե պատասխանատվություն չզգամ ապրելու, հաճույքով դա կանեի նորից, այսինքն դա Քրիստոսի սերը այնքան մեծ է քո մեջ, վառում է քո սիրտը, որ դու ամեն վայրկյան սպասում ես, միայն երբ պիտի այս կապանքներից ազատվես, դա է քրիստոնյայի հիմնական վիճակը, եթե դուք իրական քրիստոնյա եք, այսինքն թե այս շարժումը, որ այդ համարձակ երիտասարդը սկսեց առանց վախենալու եւ նա ունի պաշտպանությունը կառավարության, բացարձակապես անհրաժեշտ է, որովհետեւ նորից ասում եմ, այս տիեզերական նավը եկեղեցու Տիտանիկի նման խորտակվում է եւ պետք է մեզ պահպանել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղը վառված եւ այդ մոխերները, որ իրենք հիմա փորձում են վերածել եկեղեցիները ոչինչ են, դուք կգնաք հիմա արդեն մտնում ես եկեղեցի, մոդեռնացված եկեղեցին, դու տեսնում ես այնտեղ քահանա չկա, կինը երգում է, պարում է, ծափահարում են եւ այլն, խայտարակություն է ուղղակի։ Հիմա Տրամպի ուղի ասելով ես մի փոքր ուսումնասիրություն արեցի եւ տեսա, որ դրանից օգտված բողոքական հոգեգալստականները եկեղեցիներ պիտի բերեն Հայաստան, որը կոչվում է ինտերնացիոնալ եկեղեցիներ, եւ այնտեղ ձեզ հետ պետք է դնվեն այնտեղ երևի քահանաներ եւ նաեւ իսլամական աղոթքներ պիտի լինեն համատեղ, որովհետեւ ինտերնացիոնալ կրոնը դա է, բոլոր կրոնները իրար իբր հավասար են, դա արդեն արվում է Վատիկանում, հիմա դա ուզում են բերել Հայաստան, ահա ինչու մեզ պետք է իրական եւ հզոր սուրբ էջմիածնում, որպեսզի այս ամենը հասկացվի, երբ որ կան այդ երկրորդական միտքը, որ Նիկոլ Փաշինյանի այս գործընթացը ունի նպատակ վերացնելու եկեղեցին, մի թույլ տվեք, բայց այն, որ Կտրիչ Ներսյանը պիտի գնա, դրանում ոչ մեկը թող չկասկածեք, եւ այն եպիսկոպոսները, որ իրավիճակը իրապես հասկանում են, ինչպիսին այն կան, նրանք պետք է հեռացնեն այս մարդուն, նրանք ովքեր մեղքի մեջ են եղել, գնան ապաշխարելու եւ ուղղափառ մարդկանց դնեն, ասեն, որ մեր եկեղեցին սովետից հետո լուսավորչական եկեղեցի չէ, այլ Գրիգոր Տաթևացու եկեղեցին է, ով արիոսական էր, նա չի ընդունում երրորդության անձերը, չի ընդունում Հիսուս Քրիստոսի հավերժական գոյակցությունը հոր եւ Սուրբ Հոգու հետ, նա պնդում է, որ ժամանակների մեջ եղավ, ստեղծվեց Հիսուսը, որպես աստվածության հոգի եւ մարմնացավ ժամանակների մեջ, ոչ թե ինչպես եւ բաններ Աստված առաջագործությունից առաջ եւ ես ամեն ինչ ներկայացրել եմ, այստեղ նորից չեմ կրկնել, ես ուզում եմ ասել ամեն ինչ շեղված է, եթե եկեղեցին ուղղափառության վրա չէ, նշանակում է այդ գնացքը, որը պետք է լինի իր ռելսերի վրա չէ, գնացքը շուռ եկած է, ահա մեզ պետք է հասկացող մարդ, այո, Սուրբ Լուսավորչի տոհմից, որովհետև հասկանալը նաև DNA-ի հետ կապված բան է, գենետիկ է, որպեսզի այս ամեն ինչը ուղղի եւ պատրաստվի հակաքրիստոսի դիմավորելուն, եթե ուրեմն այդ սրբության մեջ մենք չվերականգնվենք, բոլորս խաբվելու ենք, սիրելիներս, բոլորիս հոգին կորչելու է, սա կատակ բան չեմ ես ձեզ ասում, բացարձակապես անհրաժեշտ է Սուրբ Լուսավորչի աթոռը, որպեսզի լինի իսկական լուսավորչի հետնորդ, ոչ թե այս KGB-ի դրածոները, ոչ մի սխալ բան չի կատարվել, այս մարդիկ տերորիստներ են, այս մարդիկ կազմակերպում էին հեղափոխություն, այս մարդիկ բանտարկվեցին,
Իսկ մնացածներին ես ծնկաչոք որպես հայոց եկեղեցու հավատացյալ ծնկաչոք խնդրում եմ ձեզ հեռացրեք Կտրիչ Ներսիսյանին եւ ընտրեք մեկը, որ հասկանա իր վիճակը, ամբողջ աշխարհը կործանման եզրին է, արդեն կեղծ Հիսուսը գալիս է, արդեն երևում են այնտեղ շատ տեսակի տեսիլներ, բոլորը սուտ է, որովհետև գրված է, որ այնքան Քրիստոսներ պիտի գան, ասեն ես եմ, բայց ոչ մեկը չգիտի երբ է գալու Քրիստոսը, մենք պետք է ուղղափառության վրա հիմնված լինենք, պատրաստ լինենք տեսնելու իրական Քրիստոսին, եթե գնանք կեղծ Քրիստոսի ետևից, հայտնվելու ենք դժոխքում, սիրելիներս, հոգևոր հարցերը, ամենալուրջ հարցերը պիտի լինեն քո կյանքում, եւ այդ հարցերի պատասխանը դու պիտի գտնես։